Եթուր ուրախություն սրտից մերոց։ Ընթերցումս Սողոմոնի իմաստության գրքից է։ Դարձյալ, եթե մեկը նավ բարձրանալով կամենում է ճանապարհորդել ամեհի ալիքների վրայով, օգնության է կանչում այդ փայտին, որն ավելի տկար է, քան նավի տախտակը։ Քանի որ թեև նավը ստեղծվել է շահի ցանկությունից և ճարտարապետն էլ իմաստությամբ է կառուցել, սակայն քո նախախնամությունն է, Հայր, որ վարում է այն, որովհետև դու ես, որ ծովի մեջ ճանապարհ և ալիքների մեջ ապահով շավիղ ես տվել, ցույց տալով, թե ամեն ինչից կարող ես փրկել մինչև իսկ նրան, ով ծով է մտել նույնիսկ առանց փորձ ունենալու, բայց դու կամենում ես, որ քո իմաստության գործը զուր չանցնի, դրա համար էլ մարդիկ իրենց անձերը վստահում են չնչին փայտին և շրջելով ալիքների վրայով փրկվում աննշան լաստի շնորհիվ։ Արդարև, հենց սկզբից, երբ կործանվում էին ամբարտավան հսկաները, աշխարհի հույսը ապավինելով լաստանավին և ղեկավարվելով քո ձեռքով, փրկվեց, որ աշխարհի վրա սերունդ լինի։ Քանզի օրհնյալ է այն փայտը, որով արդարություն է լինում, և անիծյալ է ձեռակերտ կուռքը, ինչպես նաև այն շինողը, որովհետև նա կերտեց, իսկ այս եղծանելին Աստված անվանվեց։ Ընթերցումս Եսայիա մարգարեի երկիրից է։ Տերն է մեր հայրը, Տերն է մեր դատավորը, Տերն է մեր իշխանը, Տերն է մեր թագավորը, Տերն է մեր փրկիչը, նա է փրկելու մեզ։ Կտրվեցին քո պարանները, որովհետև չդիմացան, կայմն էլ թեքվեց, ու չի բացելու առագաստը, ու չի պարզելու դրոշը, մինչև կորստյան մատնվելը։ Այնուհետև բազում կաղեր ավարարություն պիտի կատարեն, ժողովուրդը, որ բնակվում է դրանց մեջ, չպիտի ասի, թե տանջվեցինք, որովհետև նրա մեղքերին թողություն է լինելու։ Մոտ եկեք ու լսեցեք, ով հեթանոսներ, ականջ դրեք, ով իշխաններ, թող լսի երկիրը իր մեջ գտնվողների հետ, աշխարհը իր մեջ ապրող ժողովուրդների հետ։ Ընթերցումս Պողոս առաքյալի կողմից Կորինթացիներին ուղղված առաջին նամակից։ Որովհետև կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ փրկվածներիս համար Աստուծո զորություն, քանի որ գրված է. պիտի կործանեմ իմաստունների իմաստությունը և հանճարեղների մտածումները պիտի արհամարեմ, ուր է իմաստունը, ուր բանգետը, ուր այս աշխարհի քննողը, չէ որ Աստված հիմարացրեց այս աշխարհի իմաստությունը, քանզի աշխարհն իր իմաստությամբ չճանաչեց Աստծուն նրա իմաստությամբ, Աստված էլ հաճեց փրկել հավատացյալներին այդ քարոզության հիմարությամբ, իսկ որովհետև հրեաները նշան են հայցում և հեթանոսները իմաստություն են փնտրում, մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին, ի գայթակղություն հրեաների և ի հիմարություն հեթանոսների, բայց նրանց համար, որ կանչված են, հրեաներ թե հեթանոսներ, Քրիստոսը Աստուծո զորությունն ու Աստուծո իմաստությունն։ Ալելույա, ալելույա, նշանեցավ արմեզ լույս երեսացքոց և եթուր ուրախություն սրտից մերոց։ Ալելույա, օրդին, ավյուն, ամենեցուն, և անհավույն
Սերեցի, կալուստն որքո մարդո, զիուր գեշտից է, անդժով էսին արցվիկ, Բաղակի ետնեմության ավուրցն այնոցիկ, արեգարն խավարեցի, և լուսին ոչ կացես կույսյուր, և աստեղ անգցին եկնից, և զորություն եկնից շարժեցին, և ապա երևեցին նշան որքո մարդո եկից, և այնշան կոցեցին ամենայն հաս եկնից, և տեսես զորքի մարդո եկյալ, իվելա ամպոց եկնից, զորության և պարով բազմով, և արակեցես լեշտակեսյուր, փողով մեծար և ժողովեցին զնտյալ ոսնոտրայիր, չորից կողմանց, իզակած եկնից, ինչև իցակն ծոնցա, իցս նևո անտիուս արուք զարակն, զիորժան նորաբոզքն կանքրեցին, և տերևն ծծվիցի, գիտեք, թե մեր ձեամ առան, նույնպես և դուք օրջան տեսանից եք, զայս ամենայն, գիտաշիք, թե մեր ձեի դուրս, ամեն ասեմ ձեզ, եթե ոչ անցե ասեցայս, մինչև այս ամենայն երիցիկ, երկինք և երկիր անցեն, և բանկին մի անցեն, պասպասն այն բուրն այն օրիկ, և ժամու ոչ ոք գիտեն, ոչ էշտակ եկնից, և ոչ որդի, բայց մի